Պարոն Մխիթարյան, կախել էիք սրբազան հայրերի նկարները եւ մենք լսեցինք, թե ինչպես էիք վանկարկում ազատություն սրբազաններին, ինչ սպասելիքներ ունեք ու առհասարակ Փաշինյանի այսօրով Գյումրիում գտնվելին ինչպես կմեկնաբանեք։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր գյումրեցիների ու լեննականցիների համար ողբերգական այսօրը քաղաքական շոուի վերածողին պետք է տալ քաղաքական պատասխան։ Սա իրեն քաղաքական պատասխան էր ու թող միշտ իմանան, որ աշխարհի ոստիկանությունն էլ բերեն Գյումրի լցնեն, ընտրությունների ժամանակ աշխարհի վարչական ռեսուրսը կիրառեն, ոնց իրենք Գյումրիում 2018 թվականից ընտրված իշխանություն չեն ունեցել, այդպես է չեն ունենալու։ Իրանք մենակ ուժով կարողանալու են զավթել աթոռ, ինչը որ հիմա այս պահին անում են ու փորձում են անել, Գյումրեցին երբեք իր ձայնը մեծամասնությունը գյումրեցիները երբեք իր ձայնը իրենց չի տալու։ Առաջին Գևորգ Պապոյանը հակառակն էր պնդում, ասում էր, որ իրենք են ամենաշատ ձայն ստացել։ Գևորգ Պապոյանը նաև պնդում էր, որ այն ցորենը որ պետք է գա, առաջի հաց ուտողը ինքը պետք է լինի, թող էլ այդ հացը ուտի, հետո կխոսենք։ Սովածփորին ինչ ասես կարող է խոսել։ Դե կարող է։ Ամեն դեպքում գյումրեցիները չմտան եկեղեցի, շատ քիչ թվով հավատավորներ են մտել եւ մենք ֆիքսել ենք, որ նրանք նախ առաջին հերթին վիրավորում են լրագրողներին եւ այսպես փչփչալով ոստիկանների հետ ներս էին մտնում, բայց ոստիկանությունը վերահսկում էր եկեղեցու ամբողջ տարածքը եւ անգամ ազատ տեղաշարժվողներին։ Սա նշանակում է, որ ի վերջո բերովի նաեւ հավատավորները գյումրեցին իր խոսքը նաեւ այստեղ ասեց իր վճռական խոսքը։ Առաջինը իրենց վճռական խոսքը ասել են մեր թեմի քահանաները, հոգևորականները, շնորհակալ եմ իրենց ու իրենց ոգու ամրությունը, իրենց դիրքորոշման պնդությունը ու մինչև վերջ իրենց ստորագրություններին ու իրենց խոսքին տեր լինելը հենց Շիրակի մարզի հենց Գյումրեցում բնորոշ է։ Այդ մեկ, երկրորդը այն աղանդավորների բրիգադը, որը ֆռում է այդ մարդու հետ Ես չեմ կարող, ոնց կարող է մարդը իրեն համարի հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատավոր մարդ եւ գնա դրա կողքը կանգնի կաղապարված եկեղեցու մեջ առանց մոմերի, առանց պարագաների, առանց քահանաների, առանց մեր այս պահին թեմի տեղապայի որոշմամբ նշանակված քահանայի մասնակցել ինչ որ պատառով մի բանի Դե իմիջը այլուց կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել։ Երևի հեղափոխության արժեքներից մեկն էլ հենց դրա համար էր, հա, իր ուղեղի մեջ պտտվում, որ ինչ որ մի առիթով Կճոյանը գա եւ իրեն գրկախառնվի։ Այդ գրկախառնվելու ընթացքում արդեն միանգամից մոռացվում են Բենթլիները, նախկին բոլոր մեղադրանքները, օֆշորային ինչ որ սկանդալները, այս այն մարդն է, որը նաև Կճոյանի միջոցով է եկել իշխանության, Կճոյանի մասին գրելով է եկել իշխանության։ Այնպես որ իրար արժանի կներեք այս արտահայտության համար ես երբեք մեր հոգևորականների հանդեպ այդ արտահայտությունը չեմ թողնում, իրար արժանի տեր եւ հոգեզավակ են։ Պարոն Մխիթարյան, քանի որ այսօր նաև ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է, Գևորգ Պապոյանը քիչ առաջ մեծ զրույցում նշեց, որ ավերիչ երկրաշարժի մեղքն էլ քաղաքացիները զոհվել են, որովհետև կոռուպցիա է եղել, այդ ավազը, ցեմենտը, որը պատշաճ կերպով չեն լցրել, պետությունն է, այդ օրվա իշխանություններն են մեղավոր եղել դրա համար։ Սովետական Հայաստանի իշխանությունների մասին է, չէ՞ խոսքը, որովհետև այդ ժամանակ ես չեմ հիշում, որ լինեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ այն բոլոր չարիքները, որը իրենք ներկայացնում են որպես գլխավոր պատճառները։ Եթե իրենք վստահ են, որ եղել է սովետական իշխանությունների կամ քաղաքաշինության վարչության, հա, այդ ժամանակվա թերացումներ, ապա իրենք կարող են, ինչպես նախկին բոլոր գործերն են հիմա հարուցում, կարող են 88 թվականի հետ կապված գործեր հարուցեն, բայց այդ ընթացքում ես խնդրում եմ անպայման չմոռանալ
որ օդում կախված լուրերով երկրաշարժից հետո Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիում էր մոտավորապես 2 տարի եւ այն ժամանակ կարծեմ գավառապետ էր այդ պաշտոնի անունը, նախագահի պաշտոնական ներկայացուցիչն էր Շիրակի մարզում։ Հիմա իրենց падգամավորներից է, էլի։ Գյումրեցիները իրեն անվանում էին հրեշանդո։ Այդ գործերը, որ սկսեն հետաքննել, նաեւ այդ օդում կախված լուրերը սկսեն հետաքննել։ Արդյոք ճիշտ են հրեշանդոյի հետ կապված բոլոր պատմությունները, տարբեր տեսակի գործարանների գույքերի հետ կապված, սեփականաշնորհումների հետ կապված, լուծարումների հետ կապված, այդ էլ թող սա հետաքննել։ Իսկ եթե խոսում են նրա մասին, որ Գյումրիում դեռևս դոմիկներ կան, չեն խոսում, հիմա տեսեք, ուզում եմ մի հատ ձեզ բան հիշացնեմ։ Հիշում եք, որ 2019 թվականին էր հենց քաղաքացիական պայմանագրի լոգոտիպով էլ մի հատ լուր հայտնվեց, որ այլևս աղետի գոտի հասկացողություն չկա եւ բոլոր տնակների հարցը 3 միլիարդ դրամով կարծեմ լուծել էին։ Հետո պարզվեց, որ դա ընդհանրապես կապ չունի Գյումրիում եղած տնակային այդ թաղամասերի ու տնակների հետ։ 7 տարվա ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանությունը Գյումրիում 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ 1 քառակուսի մետր բնակելի տարածք չի կառուցել։ Դրան հակառակ պնդում եմ, տեսեք, 7 տարվա իշխանության, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների օրոք, Ռոբերտ Քոչարյանի 7 տարվա կառավարման տարիների օրոք եւ Սերժ Սարգսյանի կառավարման 7 տարվա օրոք ինչքան բնակարան է կառուցվել։ Ես համեմատությունը հենց այդ 7 տարին չեմ ասում 10 տարի։ 7 տարի իրենք են իշխանության, 7 տարվա 1 քառակուսի մետր, 1 բնակարան չի հանձնվել Գյումրիում, թեկուզ սոցիալապես անապահով մարդկանց, որովհետև կան մարդիկ, որոնք այսօր տնակներում են ապրում, կյանքը այնպես է ստիպվել, որ ենթադրենք ամուսինը այնպիսի հիվանդություն է ունեցել, որ ինքը բնակարանը ստացել է, բնակարանը վաճառել է այս իրական դեպք եմ պատմում։ Բնակարանը վաճառել են ամուսնու կյանքը փրկելու համար, որպեսզի հիվանդանոցային ծախսերը հոգան, ամուսնու կյանքն էլ փրկել չի հաջողվել։ Ու հիմա այդ ընտանիքը արդեն մոտավորապես 16-17 տարի ապրում է տնակում։ Հիմա պետությունը այդ Իմիջայլուց պետք է այդ կառուցապատմանն էլ շատ ուշադիր լինել, որովհետև իրենք ինչով զբաղվում են, շատ վատ են զբաղվում։ Իրենք ամենալավ զբաղվում են մենակ պետական ինստիտուտները, մեր ազգային արժեքներն ու ավանդույթները քայքայելով։ Այդ է իրենց մոտ մենակ շատ լավ ստացվում։ Ինչի վերջը դուք ինչպես եք տեսնում, եւ արդյոք ռիսկ չկա, որ եկեղեցին դատարկելու պայման, որ երեք դրվել է ԱԾ-ի կողմից, հնարավոր է նաև հովանավանքի ճակատագրին արժանացնելու նպատակով է արվել, որպեսզի 7 վերք եկեղեցին եւս կարողանան խլել մայրաթորից, ինչպես որ արել են հովանավանքի պարակայում։ 7 վերք եկեղեցին 2 անգամ թուրքական օկուպացիայի ընթացքում չի փակել իր դռները ու դիմացել է 26 թվականի ավերիչ երկրաշարժին 1926 թվականի դիմացել է 88 թվականի երկրաշարժին, չնայած վնասվել էին 2 գմբեթները։ 7 վերջը էս էլ կհաղթահարի, մեր թեմը էս էլ կհաղթահարի, գյումրեցիները էս էլ կհաղթահարեն, որովհետև գիտեք բայց անդադ բախումների սցենարը կարծես թե Նիկոլայի ժամանակվանից, Ցար Նիկոլայի ժամանակվանից մեր եկեղեցին կարողացել է այդ բռնաճնշումներին դիմանալ։ Հետո դիմացել է բոլշևիկների բռնաճնշումներին։ Մնացել է մեկ հենասյուն եկեղեցին, պարզ է, որ տվյալ անձնավորության նպատակը եկեղեցու հիմքերը սասանելն է, որպեսզի ավելի հեշտ կարողանա ապագա ընտրություններում վերարտադրվի։ Ես իրեն երաշխավորում եմ, որ չի ստացվելու քո մոտ։ Պիտի օծվի նորից վերաօծվի մաքրվի եկեղեցին ձեր կարծիքով։ Ես կարծում եմ մեր քահանաները կգտնեն դրա լուծումը։ Ես չեմ ուզում ինչպես միշտ հայտարարեմ, որ չպետք է երբեք խառնվենք եկեղեցու գործերին, հիմա էլ չեմ ուզում իմ կարծիքը այդ առումով հայտնեմ, ես վստահ եմ, որ մեր քահանաները եւ մեր թեմը կգտնի ամենաճիշտ լուծումը, որը համապատասխանում է մեր եկեղեցական կանոնին եւ այդ հարցը կլուծի։ Ասենք ուրեք են գյումրեցիներին, ովքեր տոտալ վերաբերմունք արտահայտեցին հակամարելու տնից դուրս գան, գանից իրենց ասելիքն ասեն ու գնան։ Նրանք գոռում էին, դժգոհություններ էին արտահայտում, վիրավորում էին անգամ իշխանություն եւ ասում են չի կարելի այսպես ահաբեկել Գյումրին, Գյումրեցու եւ չի կարելի ներխուժել եկեղեցի, եթե ձեզ մերժել են ու կողպել են ձեր առաջնորդները։ Սիրելի գյումրեցիներ, 1000 ողորմի բոլորիս անձվորած,
այս ողբերգական օրը ցավոք սրտի որոշ մարդիկ որոշեցին ուշադրությունը մեր շիրիմներից, մեր գերեզմաններից շեղել, բայց խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, որ դուք ձեր գերեզմաններին, ձեր շիրիմներին աչալուրջ եղաք, ուշադիր եղաք, չանտեսեցիք, կապ չունի, ես նաև գիտեմ, որ շատ պաշտոնյաներ են այսօր հրաժարվել այդտեղ ներկա գտնվել, ովքեր զոհեր են ունեցել երկրաշարժին։ Ապրեք ժողովուրդ ջան, մի օրվա կյանքով չեք ապրում, որովհետև կներեք մայից հետո դուք դեռ պատասխան պետք է տաք ձեր հանգուցյալներին։ Գալով այսօրվա ձեր քիչ առաջ իրականացած ակցիային, պաստառին կապված է սրբազան։ Ներքևում իրավապահները հետաքրքրվում էին ով էր կախողը, ով էր ուղղավորը, մտավախություն չունեք, որ ձեր հետևից այսպես ասած կգան։ Այդ թող գան էլի, ասենք եկան, հետո իրենք իրավապահները պետք է մտածեն իրենց հոգու փրկության մասին, իմ հետևից գալու չգալու մասին թող չմտածեն։ Քաղաքական ակցիա անող քաղաքական իշխանության ներկայացուցիչին, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչը պատասխանել է քաղաքական ակցիայով։ Թող գան Նիկոլին, որը սահմանադրական կարգի տապալումով է հենց հիմա փաստացի զբաղված, եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարելով։ Հենց եկան Նիկոլի հետևից, թող հետևից իմ հետևից էլ գան։